գլխավոր բանակցող Վլադիմիր Պուտինի օգնական Մեդինսկին Արցախի օրինակն է բերել ուկրաինական կարգավորման համատեքստում։ Եթե հակամարտությունն առաջնագծի երկայնքով կանգնեցվի, ինչ որ զինադադար կնքվի, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Ռաշատադային տված հարցազրույցում ասել է Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավարը։ Օրին հաջորդի Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք, ափսոսանք եւ զարմանք է առաջացնում, նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել, հիշեցնում են եւ այլն։ Հետո դրանից հետո որոշակի շտկում եւ պարզաբանում է մտցրել է ամեն ինչի մեջ Զախարովան։ Ինչու սենց աղմուկ բարձրացավ։ Դե սենց ասեմ, դա ռուսային ասում են ֆիգուրեր է չի։ Մեդինսկին դա հայտարարեց ձևակերպել է, որտեղ Ղարաբաղը միշտ եղել է վիճելի տարածք, մինչև 2022 թվականը Ղարաբաղը միշտ եղել է վիճելի տարածք։ Մեր ժողովուրդը պետք է հիշի, որ Ղարաբաղը սկսած առնվազն 2007 թվականից իրականում 92 թվականից վիճելի տարածք, պարզապես այդ վիճելի տարածքը դե յուրը դեռ հաստատված չէր, 2007 թվականից արդեն Մադրիդից հետո սկսվեց արդեն ընկալել որպես վիճելի տարածք եւ ինքը վիճելի տարածք չդարձավ Նիկոլ Փաշինյանի ջանքերով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայից։ Սա կարևոր խնդիրն է։ Այս մարտն է գերեզմանափորը դրել Ղարաբաղի։ Այս Նիկոլ Փաշինյանի գործողությունների շնորհիվ որ Ղարաբաղը արդեն չդարձավ վիճելի տարածք, դարձավ Ադրբեջանի տարածք։ Սա մենք բոլորս պետք է հիշենք, բայց քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը դա չի հասկանում, բայց իրաց մեղքը չի։ Դա մեր քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների, քաղաքական ուժերի մեղքն է, որոնք 22 թվականին դեռ չէին շատերը, ես չեմ ուզում շատ բաներ ասեմ, շատերը չէին էլ հասկանում Պրահայի որոշումների տրամաբանությունը։ Նույնիսկ մեր հետ վիճում էին ասում ինչի՞ եք տենց աղմուկ բարձրացնում, ասում դες ընդդիմադիր շրջանակներից եմ ասում, որ իմանաք։ Անգլիագետներ են, որ այդ մարդիկ, բայց բաներ եմ ասում, որ դուք չեք, ես չեմ ուզում անուններ տամ պարզապես։ Ընդդիմադիր դաշտից ասում էին, բայց ինչի՞ եք ասում, որ ինքը համաձայնվել է թուղթ ասում եմ, լսեք, դուք խոմ դեբիլ չեք։ Քաղաքական process-ները համաշխարհային դուք այդ բանը չեք հասկանում, դուք ո՞նց եք մտել քաղաքականության մեջ, այդ դրա համար է մեր ժողովուրդը սենց վիճակի մեջ։ Իր քաղաքական վերնախավն է տգետ։ Այդ տգետ վերնախավը ո՞նց կարա ժողովրդին բան բացատրի, որ ժողովուրդը հասկանա դրա մասին։ Սա է ամբողջ խնդիրը, Անժելա ջան։ Բայց դա առանձին խնդիր է, քաղաքական դաշտի 90%-ը պետք է թափել, նոր քաղաքական դաշտ պետք է սարքել, բայց դա հետագայի խնդիր է։ Բայց խնդիրը կային այն բանի մեջ, որ իսկապես այս մարտը 22 թվականի հոկտեմբերի 6-ից հետո իսկապես Ղարաբաղը թաղեց։ Ղարաբաղը դարձրեց արդեն Ադրբեջանի տարածք, որից հետո արդեն այդ խաղապահուժերը ստիպված պետք է դուրս գային, Ադրբեջանը արդեն լեգիտիմ մակարդակով փակեց ճանապարհը Լաչինի եւ մեկ տարի անց արդեն Հայաստան էթնիկական զտում կատարեց եւ Ղարաբաղցիները ստիպված դուրս եկան Ղարաբաղից։ Այս բանը պետք է բոլորը իմանան, պատմության մեջ դա արձանագրված է, ինքը վախենում է դրանից, բայց նույնիսկ եմ ասում, այս ամեն ինչի չբացահայտված վիճակի գլխավոր պատճառը այս քաղաքական դաշտն է, որը չկայացած քաղաքական դաշտ է։ Մենք 30 տարի ունեցել ենք մի հատ մեծ բամբասանքների կուսակցություն, որոնք զբաղված էին ինտրիգներով զբաղված, բամբասանքով զբաղված, որոնք գնում էին բանում այդ կաֆեն նստած էին մեկը մյուսի դեմ բամբասանքներով էր զբաղվում, իրանք տարկապ չունեն թե որ քաղաքական ուժերից են։ Իրար մեջ քաղաքական պայմանական տարբեր քաղաքական ուժեր էին, այդ բամբասանքների գլխավոր նպատակն էր թե ով պետք է դառնա նախարար կամ ով պետք է դառնա պատգամավոր, ով ինչ ցուցակի մեջ պետք է անի, որ մեկը մյուսին բամբասի։ Էսա քո քաղաքական վերնախավն եղել։ Էսի են կեղտն է, որ այդ կեղտի պատճառով է, որ ժողովուրդը այս վիճակի մեջ Անժելա, այսպես իրականությունում ես կոպիտ ասեմ, կոպիտը էսա իրականությունը։ Այդ մարդիկ այլևս պետք է չնեն քաղաքական դաշտում։ Դրանք են քայքայել Հայաստանը, դրանք են այս վիճակի մեջ գցել, դրանք են ծնել ի վերջո, որ Նիկոլ Փաշինյանի նման կերպարները կարան երկրի ղեկավար դառնան։ Սա է գլխավոր։ Իրանն վճռական եւ արագ գործողություններով խափանեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, կանխելով իր եւ Ռուսաստանի արգելափակում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Որոշ երկրներ փորձեցին Հայաստանի միջոցով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Զանգեզուրի միջանցք ստեղծելու պատրվակով, որը կնշանակեր մասնատել Հայաստանը եւ փակել դեպի Եվրոպա իրանական միջանցքը, բայց Իրանը խափանեց դրա իրականացումը, ասել է Քամերնեի կետրին տված հարցազրույցում։ Տեսեք, ես մի բան էլ ասեմ մեր ժողովրդին, որ ցավոք սրտի են ակտիվացել հիմա արդեն։ Հիմա ասեմ ձեզ, Ժորժան, ամոթա, բայց ես ասեմ, մենք ֆորմալ ունենք պետականություն, բայց ձեր անվտանգության եւ Հայաստանի պետականության երաշխավորները փաստացի
դարձել են Իրանը եւ Ռուսաստանը։ Այն որ դուք հայոյում եք ամբողջ ամեն օր որ հայոյում եք Իրանին կամ Ռուսաստանին, իրանք ձեզ պահում են, բայց ոչ թե ձեր շահերի պատճառով, իրանք շահերի։ Իրենք ունեն շահեր, պաշտպանում են, բայց այդ էլ որ դուք չեք հասկանում, դա էլ ձեր մեղքը չի։ Ուզում եք գնանք դուրս հարցնեք ամեն երկրորդը կասի Ռուսաստանը, բայց չգիտակցելով որ մարդկանց մեղքը չի, որովհետեւ մարդուն չէ, մարդուն դու պետք է չբացատրես։ Կներես Անժելա ջան, դու սենց ասեմ քեզ, բացատրում ես սովորաբար քաղաքական վեհնախավը, բայց քո քաղաքական վեհնախավը որ բամբասկոտների կներեք, բամբասանքով զբաղված մարդիկ են, որոնց հետաքրքիր չի ընդհանրապես արժեքային համակարգ ձևավորել, արժեքային համակարգ թեզեր ներկայացնել հանրությանը, իրանք բացի իրանց բամբասանքներից եւ իրանց ցուցակային կռներից ոչ մի բան հետաքրքիր չի։ Որտեղից պետք է մարդը իմանա թե ինչի շնորհիվ այնքը կարողանում անվտանգ ապրել Հայաստանում։ Ինչի շնորհիվ այդ մարդը կարող անվտանգ իր երեխային տանել դպրոց եւ այլն եւ այլն։ Այս ամենը դա ողբերգություն է, բայց դա փաստ է հետագայում Փաշինյանը որ չնի Հայաստանում։ Մենք որ այս ամենը չբացահայտենք, մարդիկ ամաչելու են որ ընդհանրապես ոնց են ապրել մինչեւ հիմա։ Դուք հիմա որ ապրում եք, գոյատևում եք եւ դեռ Ղարաբաղցիներ օրի մեջ չկաք, դեռ ցավոք սրտի եմ ասում, թե այս մարդկանց բանը չի։ Էսի Իրանի եւ նաեւ Ռուսաստանի շնորհիվ որ իրանք դեռ ձեզ թույլ են տալիս որ դուք ստեղ ապրեք, բայց իրանք շահերից ելնելով, բայց մի օր կարող է պետք է այդ շահերը չհամանքի։ Ես դրա համար եմ ասում որ մենք օր առաջ պետքա վռնդենք այս մարդկանց, ստեղծենք մեր սեփական պետությունը, դա պետություն չի հիմա։ Ինքը փաստի տարածք է, ֆորմալ պետություն է, որը կապ չունի պետության հետ։ Էսի մարդը ամբողջ պետական համակարգը սեփականաշնորհել է եւ ինքը օգտագործում է իր ընտանիքը փրկելու համար։ Ինքը պատանդի կարգավիճակի մեջ է դրա ամբողջ Հայաստանի պետականությունը Ալիևի տակ, որպեսզի փրկի իր իշխանությունը։ Սա է ամբողջ խնդիրը եւ ամոթալի է որ մեր մոտ 9-ից 12% մարդ կա, որ այս մարդուն աջակցում է։ Դա մեծագույն խայտարակություն է։ Եվ այդ խայտարակությունը պետք է լավ մեծ ռազմորկայի խնդիր լինի իշխանապողությունով։ Ոնց կարան տես մարդիկ ապրեն Հայաստանում հետագայում, որտեղ շատ կենտրոնական խնդիր է, որտեղ այս տիպի տարածքում չի կարա մարդը ապրի այս գիտակցությունով, այս պրիմիտիվ մակարդակով, հնարավոր չի, որտեղ այդ մարդը որ ապրում է այդ մտածողությամբ, ինքը խանգարում է մյուս մարդկանց, որ ինքը նորմալ ապրի, որտեղ եթե 10%-ը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, այդ 90%-ը չի կարող հանգիստ ապրի։ Ուրեմն նշանակում է այդ 90%-ը պետք է լուծի այդ 10%-ի խնդիրը։ Բայց ես չեմ ուզում որ մենք այս վիճակի մեջ հայտնվենք։ Դա համար մենք կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին ստապ լինել, հասկանալ, որ սա կուսակցական խնդիր չի, սա գաղափարական խնդիր չի, սա կրոնական խնդիր չի, սա գոյության խնդիրն է։ Եվ չեմ ուզում արդեն այդ քաղաքական ուժերին կոչ անել, որտեղ քաղաքական ուժերին կոչի անիմաստ է, դրանք բացի իրանց ինտրիգներից եւ անձնական շահերից ոչինչ հետաքրքիր չի իրանց։ Սա է ամբողջ խնդիրը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դուք հարգելի քաղաքացիներ, դուք պետք է ձեր բանով ազդակով տակ պարտադրեք, որ այս քաղաքական շրջանակները ստիպված խելքի գան եւ կարողանան արդեն կոնսոլիդացված աշխատեն։ Մենք այդ ամեն ինչը անելու ենք, խնդիր չկա։